Հասան Քսիսյան Հայաստանի վարչապետը ԿԲ-ական նախարարների ու պատգամավորների հետ այսօր քարոզարշավի է գնացել Վայոց ձորի եւ Սյունիքի մարզեր։ Բարև եղբայր, ո՞նց եք։ Ո՞նց է գործել, մի հատ նվիրեմ քեզ սրանից։ Այսպես։ Լավ, մերսի, դուք ոնց եք։ Լավ եղբայր։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների բնակարաններ է մտել, Հայաստանի քարտեզի իր տարբերակը նվիրել, Կարելի է բալիկի մի հատ նվիրեմ սրանից։ հարց ու փորձ արել ապրելու պայմանների, աշխատանք ունենալ չունենալու մասին։ Լավ եք, ո՞նց եք։ Լավ ենք, մեզ Այս որորդ բալիկն է ձեր։ երրորդ։ Ահա, երրորդ եւ յուրաքանչյուր երրորդ հաջորդ երեխայի 50,000 նպաստները ստանում եք։ Շատ լավ է։ Ամեն ամիս ստանում եք, օգնում է ձեզ, գոհ եք, որ ստանում եք։ Իսկ երեխայի միջև 2 տարեկանի խնամքի նպաստ ստանում եք։ Ինչքան եք ստանում նպաստ։ 31,600 եւ 50,000 երեխայի 80,000 նպաստ եք ստանում։ Աշխատում է ձեր ամուսինը, թե չի աշխատում։ Բախի չի աշխատում։ Այսինքն դրանով եք ապրում, այդ 80,000 դրամով եք ապրում։ Այս վարձով է թե ձեր տունն է։ Հա, շատ լավ, շատ լավ։ Իսկ ինչ մասնագիտություն ունի ամուսինը։ Երեխեքը դպրոց գնում են, թե փոքր են։ Շատ լավ, լավ եղեք, լավ եղեք։ Ինձ մեծ պատիվ է վիճակել այսօր նախագահի ողջունը փոխանցել ձեզ։ Ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում Հայաստանում տեղի կունենա կապիտալ վերանորոգում, գրել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ուղերձում։ Այն հրապարակվել է Հայ ազգային կոնգրեսի այսօրվա համագումարի ժամանակ։ Իմ նախազգացումով առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում իրավի տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը ի սկզբանե կոնսոլիդացիայի գաղափարախոսությամբ է ձևավորվել։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանի ներկայացուցիչը ասել է, որ ընդդիմության համախմբման մասին առաջին նախագահի հայտարարությունն ընդունում են որպես ռազմավարական հրամայական։ Մենք շնորհակալ ենք բոլոր արտախորհրդարանական ուժերին, ովքեր կիսում են այն համոզմունքը, որ հաղթելու են ոչ թե մրցակցությամբ, այլ միասնությամբ։ Հայաստանը ունի ուժ, Հայաստանը ունի ներուժ, Հայաստանը ունի արժանի մարդիկ։ Այն, ինչ մեզ անհրաժեշտ է, ոչ թե հերոսն է, այլ համախմբվածությունը։ Ոչ թե հրաշք, այլ կամք ու ճիշտ ուղղություն։ Մենք այդ ճանապարհին ենք։ Սամվել Կարապետյանի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգելու դատարանի որոշումից հետո ուժեղ Հայաստան կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է թե տեղական, թե միջազգային քայլեր ներառող համակարգված արշավի մեկնարկի մասին։ Քաղաքական ուժը հայտարարությունում նշել է, որ առանց այս քայլերի Հայաստանի միջազգային հեղինակությունը կփլուզվի, քանի որ այն գնում է դեպի ավտոկրատիա, անձնիշխանություն։ Ադրբեջանը շարունակում է իր զինված ուժերի կատարելագործումը։ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակում ՆԱՏՕ-ն դասընթաց է անցկացրել Բաքվում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ վերապատրաստման դասընթացներին մասնակցել է ադրբեջանցի 22 զինվորական։ Ըստ ԶԼՄ-ների վերապատրաստման հիմնական նպատակը Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների համապատասխանեցումն է Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին։ Biz hükümet olarak Անկարան ուշադիր հետևում է Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ընթացող տարածաշրջանային պատերազմին և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ երկրի օդային տարածքը պաշտպանելու համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա շեշտել է, որ կառավարության գլխավոր առաջնահերթությունը Թուրքիային կրակի այս օղակից հեռու պահելն է։ Էրդողանը կոչ է արել քաղաքացիներին զգոն լինել սադրանքների նկատմամբ, որոնց նպատակն է երկիրը ներքաշել պատերազմի մեջ։ Էրդողանի այս հայտարարությունը տեղի է ունեցել այն լուրերից հետո, թե իրանական անօդաչու թռչող սարքեր և արկեր են մտել Թուրքիայի տարածք։ Իրանական կողմը կտրականապես հերքել է, պնդելով, որ իրենց զինվորականները կապ չունեն այդ սարքերի հետ։ Իրանի արտգործնախարարությունը նախազգուշացրել է հնարավոր կեղծ սադրանքների մասին, ակնարկելով, որ տարածաշրջանում կան ուժեր, որոնք ունեն նմանատիպ գործողությունների հարուստ փորձ և փորձում են լարվածություն ստեղծել հարևանների միջև։ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Բեյրութի Բուրջ Համուդ հայկական թաղամասի վրա։
Երեկ նույնպես իսրայելական ուժերը թիրախավորել էին հայաբնակ թաղամասի հարակից շրջանը։ Հայտնի է, որ հարվածի հետևանքով հայեր չեն տուժել։ Իսրայելական բանակի թիրախում էր եղել Հեզբոլլա խմբավորման անդամներից մեկի բնակարանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ցուցադրել է Մեծ թունելում գտնվող իր անօդաչու թռչող սարքերի հավաքակազմի մի մասը։ Սա տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո, թե ԱՄՆ-ն ոչնչացրել է իրանական ԱԹՍ-ների 90%-ը։ At the Department of State, our number one priority is the safety. $10 միլիոն պարգևավճար ու ԱՄՆ-ում վերաբնակվելու հնարավորություն է խոստացել ԱՄՆ դեպարտամենտը նրանց, ովքեր տեղեկություններ կփոխանցեն Իրանի նոր հոգևոր առաջնորդի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 9 բարձրաստիճան պաշտոնյաների գտնվելու վայրի վերաբերյալ։ Թիրախային ցուցակում ընդգրկված են Իրանի նորընտիր առաջնորդ Մոջթաբա Խամենեինին, ինչպես նաեւ երկրի անվտանգության ու ուժային կառույցների առանցքային դեմքերը, այդ թվում ներքին գործերի ու հետախուզության նախարարները։ Վաշինգտոնի պնդմամբ նրանք ղեկավարում են ԻՀՊԿ-ի այն ստորաբաժանումները, որոնք զբաղվում են միջազգային ահաբեկչության կազմակերպմամբ։ Մոջթաբա Խամենեին արդեն հանդես է եկել հայտարարությամբ, խոստանալով շարունակել վրեժխնդրությունը ԱՄՆ-ից եւ Իսրայելից։ از جمله حضور دشمن شکن در مراسم روز قدس مورد توجه Միևնույն ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտնել է, որ Իրանի նոր առաջնորդը վիրավոր է եւ հավանաբար ֆիզիկական լուրջ վնասվածքներ ունի։ Պետդեպարտամենտը կոչ արել տեղեկություններ ունեցողներին կապ հաստատել հատուկ պաշտպանված կապուղիներով, երաշխավորելով նրանց անվտանգությունն ու հնարավոր տեղափոխումը Միացյալ Նահանգներ։ Personnel and resources necessary. تنگی هرمز باز نخواهد شد. Իրանի իշխանության ներկայացուցիչ Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ պատերազմի ավարտը բացառապես իրենց ձեռքերում է, սակայն դրա շուրջ քննարկումները հնարավոր են միայն երկու նախապայմանի դեպքում։ Ըստ պաշտոնյայի Վաշինգտոնը նախ պետք է լիարժեք փոխհատուցի Իրանին հասցված բոլոր վնասները եւ երկրորդ տրամադրի անվտանգության 100%-անոց երաշխիք։ Ռեզային շեշտել է, որ նման երաշխիքներն անհնար են, քանի դեռ ԱՄՆ-ն դուրս չի բերել իր ուժերը Պարսից ծոցից։ Տարածաշրջանում լարվածությունն աճել է նաև լրագրողների նկատմամբ։ Իսրայելից հաղորդող թուրք լրագրողը հայտնել է, որ բնակիչներից մեկը մոտեցել է նկարահանումների ընթացքում եւ բացահայտ սպառնացել, Թուրքիային անվանելով Իսրայելի հաջորդ թշնամին։ Հզոր պայթյուն է տեղի ունեցել Ամստերդամի հրեական դպրոցի մոտ։ Նիդերլանդների իշխանությունները պնդում են, որ դա նպատակային հարձակում է եղել։ Ամստերդամի քաղաքապետը այս հարձակումը որակել է որպես հրեաների դեմ ագրեսիայի վաղկոտ ակտ։ Նրա խոսքով Ամստերդամի հրեաները ավելի ու ավելի հաճախ են բախվում հակասեմականությանը, ինչը անընդունելի է։ Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումներից եւ Թեհրանի արձագանքից հետո ամբողջ աշխարհում հրեական համայնքների դեմ հնարավոր հարձակումների վերաբերյալ մտահոգություններն աճել են։ Ավիահարվածների կեղծ տեսանյութեր հրապարակելու համար Արաբական Միացյալ Էմիրություններում 10 մարդ է ձերբակալվել։ Ըստ դատախազության նրանք առցանց տարածել են արհեստական բանականության ստեղծած տեսանյութեր, որոնցում պատկերված է ենթադրաբար Դուբայի հայտնի շենքերի եւ տեսարժան վայրերի հրթիռակոծության կադրեր, որոնք իրականում չեն համապատասխանում իրականությանը։ Էմիրությունների ոստիկանության տվյալներով Աբու Դաբիում ընդհանուր առմամբ 45 մարդ է ձերբակալվել տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին միջադեպեր է նկարահանելու եւ կեղծ տեսանյութեր հրապարակելու համար։ Հուսիները հայտարարել են Իրանին ռազմական աջակցություն ցուցաբերելու մտադրության մասին։ Եմենի հուսիական Անսար Ալլահ շարժման անդամ Մոհամեդ Ալ-Բուհեյթին հայտարարել է, որ կաջակցեն Իրանին, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների դեմ պատերազմում։ Այս որոշումն արդեն կայացվել է։ Համակարգում ենք մեր գործողությունները Թեհրանի հետ։ Մանրամասներ կհայտնենք, երբ ժամանակը գա, ասել է նա։ So there's been a lot of debate about what exactly are ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը հրաժարվել է հայտնել, թե կոնկրետ ինչ խորհուրդներ է տվել նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի դեմ ռազմական գործողության վերաբերյալ։ Նա նշել է, որ չի պատրաստվում բացահայտել գաղտնի քննարկումների մանրամասները։ Vance-ը շեշտել է, նախագահի եւ նրա խորհրդականների միջև վստահությունը պահպանելը սկզբունքային հարց է։ Փոխնախագահը պաշտպանել է ռազմական միջամտությունը, այն որակելով որպես վճռական քայլ, որը թույլ չի տա Իրանին երբևէ ունենալ միջուկային զենք։ Այս հայտարարությունը հնչել է այն լուրերի ֆոնին, թե փոխնախագահը վերապահումներ է ունեցել գործողությունը սկսելու հարցում։ Թրամփը հաստատել է, որ իրենք Վենսի հետ փիլիսոփայորեն մի փոքր տարբեր են, եւ որ փոխնախագահը գուցե ավելի քիչ խանդավառությամբ է մոտեցել պատերազմի գաղափարին, բայց ի վերջո աջակցել է որոշմանը։
Կուբայում ցուցարարներն այրել են կոմունիստական կուսակցության շտաբը, Մորոն քաղաքում մարդիկ գրավել եւ հրկիզել են Կոմկուսի տեղական կոմիտեի շենքը։ Ականատեսները պատմել են, որ ցուցարարները շենքից դուրս են բերել կահույքը, դիմանկարներն ու քարոզչական նյութերը եւ դրանցով փողոցում մեծ խարույկ վառել։ Արդեն 6 օր է իրավիճակը ծայրահեղլարվել է էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Կղզին լիակատար մթության մեջ է։ Հոսանքի պարբերական անջատումների պատճառով հիվանդանոցներն աշխատում են պահուստային գեներատորներով։ Փրերում հացը թխում են փայտով, իսկ սննդի պաշարներն արագ սպառվում են։